Ավետ Բարսեղյանը Instagram-յան իր էջի սթորի բաժնում հրապարակել էր Զարմիկի մասնակցությամբ լուսանկար ու կից հարված ջերմգրառման միջոցով շնորհավորել վերջինիս ծննդյան տարեդարձը։ Ավետը մասնավորապես նշել էր. «Իմ միակ Զարմիկ, ծնունդդ շնորհավոր, վստահ եմ, որ խելացիությունդ, հմայքդ և բարությունդ քեզ հասցնելու են քո ճանապարհի բարձր կետերին։ Վահանս, մենք քեզնով շատ ենք հպարտ ու դեռ շատ առիթներ ունենալու ենք քո անունով հպարտանալու», գրել էր Ավետը։ Հավելենք, որ Սոնա Շահգելդյանի և Շուշան Պետրոսյանի սկանդալի ֆոնին կրկին քննարկումների կենտրոնում է Ավետ Բարսեղյանի և երգչուհու միջև տեղի ունեցած միջադեպը։ Հյուրերը խաղ էին խաղում, որում Արսեն Սաֆարյանը պետք է գուշակեր, թե ինքը ով է։ Այս դեպքում նա Սոնա Շահգելդյանն էր։ Արսեն Սաֆարյանը հարցերի միջոցով փորձում էր Ավետից պարզել, թե հայտնիներից ով է ինքը, իսկ Ավետ Բարսեղյանը բավական կտրուկ էր պատասխանում Սոնա Շահգելդյանի վերաբերյալ հարցերին, տեղ-տեղ նաև վիրավորական և հեգնական տոնով։ Հաղորդումից հետո Սոնա Շահգելդյանը Facebook-յան իր էջում մի քանի ստատուս է գրել, անուններ չնշելով, իսկ հաղորդումից կտրված մի տեսանյութի մեկնաբանություններում էլ պատասխանել Ավետին։ Երգչուհին մասնավորապես գրել էր. «Սոնան իրա մակարդակին չի հավասարվի երբեք ու մարդս մարդ լինի, Սոնան իրանից ավել կա, միշտ կլինի, ամոթ իրան, ուղղակի բան չկա ասելու, ծիծաղս գալիս ա, եթե էդքան աբիշնիկ էր, թող նկարս փոխեր, էդքան կար ու իմ անունս ու ես իրա նմանների համար շատ մեծ եմ, որ հասնի մեզ ի տարբերություն իրա ես ինձնով եմ հասել ամեն բանի, չգիտեմ Ավետ խի ես էսքան վարված ինձնից, բայց ես քեզ էլի լավն եմ ցանկանում, բայց մեջիդ կեղտը հանի, մաքրի, ասում են, առողջությանը վնաս ա»։ Անդրադառնալով դստերը Լուսեին և նրա պահանջներին, Ավետը նշել էր. «Շատ վատ ա, որ հիմիկվա երեխեքը ամեն ինչ ունեն, ու դա ոչ այնքան կապված է սոցիալական դիրքի կամ ֆինանսի հետ, որքան շատություն կա, տարբերություն կա, ի տարբերություն մեր մանկության մի խաղալիքային։ Էսօրվա երեխեքը այդ առումով չգիտեմ որպես ինչ են մեծանալու, ու նրանց հնարամտությունը գուցե ուրիշ տեղ զարգանա։ Ես Լուսեին դաստիարակում եմ շատ իրարամերժ։ Մեկ-մեկ շատ նեղում եմ, հետո ասում եմ երեխեն ուզում ա լավ, ինչի չէ, ինչի ես դու քո մանկության խնդիրները տալիս ես երեխուն, որովհետև իրենք ուրիշ սերունդ են, ուրիշ ձև են իրենց ազատությունը, իրենց հագու կապը։ Ես ու Անին երբեք երեխուն չենք առնում բրենդային բաներ, ինքը շատ հասարակ, հանգիստ հագնվում ա, լավ բաներ ունի, նվերներ ստացած, բայց ես մեկ-մեկ ցանկանում եմ, որ ինքը ուզի ու չունենա, որ մեջը զարգանա ինչ-որ բան, բայց հետո նորից կասեցնում ենք, դա դժվար պրոցես է, ինչպես երեխային դաստիարակես, շատ նուրբ է այդ սահմանը։ Հիմիկվա երեխեքը կստանան իրենց ուզածը։ Ես հանգիստ եմ, որ Լուսեն տափակ երեխա չի մեծանա, որովհետև իր արարչական միտքը զարգացած է։ Անիի հետ հակասություններ ունենում ենք երեխային մեծացնելու հարցում, ինքը շատ ավելի բարի է։ Երեխեքի լկստված վիճակը ես չեմ սիրում։ Հիմա Լուսեի հետ խոսում եմ շնորհակալ լինելու մասին, իսկ նենց կռվում ենք երկու տեքոր կնգապես սաղ օրը, կռիվ, պաչ, կրկել, այդ վիճակների մեջ ենք, նստում ենք, խոսում էլ ենք, գոռոցել կա, նորմալ հայկական ընտանիք իր բոլոր վեճերով, իր բոլոր ձայնաբարձրացումներով, ինքն էլ տենց սենյակի դուռը շխկցնելով, բնականաբար այդ տեքստերով, որ փառք տուր Աստծուն, որ սենյակ ունես ու դուռը շխկցնում ես, հետո էլի պաչ-պուչ։ Գիշերները մեղավորության զգացում շատ եմ ունենում, քնած տեղը լիքը պաչում գրկում եմ, որովհետև ինքը շատ նուրբ երեխա է, ու մեկ-մեկ բնականաբար այդ նապորից հասկանում եմ, որ երեխայի հոգեբանությունը շատ եմ խախտում, բայց ինքն էլ իմն ա խախտում, երկու անհատի բախումներ են։ Խոսելով կնոջ Անիի հետ հարաբերությունների մասին, Ավետը նշել էր. «Խեղտոցներ եղել են սկզբնական փուլում, որ հեռախոսը չվերցնի, որովհետև Անիի մոտ էլ է աշխատանքին նվիրվելու գործընթացը շատ, պատերազմներ էլ են եղել, սպանություններ այդ առումով, պարզապես դրանք էլի շատ արագ դադարեցվել են իմ կողմից այդ գերճնշումը, որովհետև հասկացել եմ մենք իրար հանդիպել ենք այն տարիքում, երբ արդեն կայացել ենք։ Ինքը աղջկա այն տեսակն է, որ սիրում է աշխատանքային գործունեության մեջ լինել, սկզբից ուզում էի, որ ինքը կուխնյայի աղջիկ լիներ», նշել էր Ավետը։ Սեղանն եմ, սիրով հրավիրում եմ ձեզ այս առաջիկա 30 րոպեներն անցկացնենք միասին։ Ժոր Քոսակյանը և Վարս Չարենցն այսօր տաղանդների տաղավարում են մարդիկ, ովքեր ձեզ հայտնի են ԵԳԸ-ից։ Մենք ունենք առիթ Վարս Չարենցին շնորհավորելու գեղեցիկ «Դարձյալ սիրո մասին» կոչվող գրքի լույս աշխարհ գալու կապակցությամբ Մարկ Արենի հետ միասին եք
ստեղծել Ժորժ ջան բարի երեկո, Վարս ջան բարի երեկո։ Ոնց եք։ Լավ։ Ինչ լավ է։ Գեցեք։ Վարսից սկսենք Ժորժ ջան, ասես մեզ սա ինչ գիրք է։ Ողջունում ենք բոլորից։ Դարձած սիրո մասին գիրք է, գեղարվեստական գիրք է Յանի եւ Ռոբեն Սևակի սիրո պատմությունը 1992 թվականից մինչև 15 թվական ժամանակահատվածը։ Շատ գեղեցիկ կատարյալ սիրո պատմություն է։ Միասին եք գրել է, թե Միասին ենք գրել, մեծ աշխատանք եմ կատարել ես, բայց մտահղացումը եղել է Մարգարենին, չնայած մեծ աշխատանք եւս կատարել է Մարգարենը։ Մտահղացում, այսինքն արի գրենք այսպիսի բան, հետո մանրուքներով հավաքվել եք ոնց է լինում։ Այսպիսի բան առաջարկը ստացել եմ Մարգարենից։ Մարգարենից։ Հետո բանը մեծ աշխատանք են կատարել պատմությունը ուսումնասիրելով դրվագներ ա եղել, որ իրերը չի եկել հետո ես չեմ համաձայնվել, փոփոխությունները կատարել է հիմնականում Մարգարենը, աշխատանքը կատարել է։ Ինձ կասես դա հեշտ process է, ես կխելագարում, եթե երբ գրելիս կամ մի բան գրելիս, ինձ ինչ անգամ շատ կայացած մարդու հետ այդ շունչը զգալը, եսը կողք թողնել։ Մեկ տարի ես եմ գրել, չգիտեմ որքան։ Համատեղ ենք աշխատել հիմնականում։ Ինքը հեշտ process է, թե մարդուց պահանջում է եսը մի քիչ են կողմ դնի, լսի, մի քիչ մարդ process չի Մարգարենի աշխատելը շատ հեշտ է։ Հա։ Ինքը շատ փոզիչությունների գնացող է, այսինքն երբեք չի եղել, որ իմ կարծիքը չհամապատասխանի նրա կարծիքին ու հա, խնդիրներ ա։ Հալացյուղի պես գրել, բայց դա հետաքրքիր չի, չէ։ Չէ, հետաքրքիր է, բայց եթե այնպես լիներ, որ ինքն գրածը չհավաներ կամ ասել, Հա, չերել ստեղ, չերել ուզի։ կամ ասել սխալական դուր չկար, բնականաբար ես չէի շարունակի, ինքնա չէր համաձայնվի։ Շատ լավ։ Ժորժ ջան, քո կյանքում ինչ է տեղի ունեցել, պես չտեսնվելու ընթացքին։ Մանարա ոչ մի բան նույնն է, աշխատանքային։ Այսինքն ինչ-որ բան տպվել է, չի տպվել, չի։ Համաշխարհային գրքերում եմ գրել մի քանի, Տավուշ հայրենի Տավուշ համաշխարհային գրքում, ընթացքում տպվել է մեր ԵԳ-ի գիրքը։ Սա վաճառքում է արդեն։ Թանաքն ունի ոտքերը, մենք ունեցել ենք, այո, անդրադարձ հանրային ռադիոյում։ Քանի գրքեր համաշխարհային։ Գիրքը վաճառվում է, շատ պրիմիտիվ հարցեր եմ ուզում տալ, այսինքն գիրք այսօր վաճառվում է, նորմալ մարդիկ գնում են, առնում են։ Եվ իրենց հետաքրքիր է։ Այդ շատ լավ է։ Բարեկամներ, անցնենք մեր արդեն բուն օրվան եւ լսենք ինչ գիր ունեն Ժորժ Քոսակյանն ու Վարս ջանից մի հատ ասա Վարս Չարենցը դել էր նորություն թե ինձ է թվում միշտ Վարս Չարենցը եղել Չէ, Վարս Խաչատրյանը։ Բայց գիրքը որոշեցի, որ պետք է լինի արդեն Վարս Չարենցով գնաս, էլ չենք էլ հարցնում ինչու Չարենց, բարձը սիրելի բանաստեղծ է, մոտ է Սիրելի ամուսին։ Սիրելի ամուսին է Չարենցը, ախա, նայ ուրիշ տեղ եմ գնում, Չարենցը Հանում էլ խնդիրներ եղավ, Չարենցի անունը վերցնելու, հետո հարթեցրեց։ Շատ լավ, Ժորժ ջան, սկսենք քեզնից, լսենք տողդ։ Գյուղը լեռնային պարիսպներ ուներ, այգիներ կանաչ ու փոքրիկ տներ։ Հոսում էր գետը գյուղամեջ ննկած, գետի եզերքին նորին էր տնկած։ Ուրախ էր գյուղը, հոգսը մի բահ էր։ Աշնանն իր ծառի շվակը գահեր, ամենքն իր արդար վաստակի տեղներ, իր ցանածարտի հասկի ընկերներ։ Ամռանը գյուղը մեծ հյուրատուն էր, խարույկի բոցից կյանքը արթ ուներ։ Ծառերի հովը սեղանատուն էր, կենաց ասողը մի իմաստ ուներ։ Գլորվեց, գնացին ժամակարգերը, փոխվեց աշխարհքի բանն ու բարքերը։ Հին օրերն անցան, փոխվել է կյանքը։ Քչերն են տեսնում գյուղացու ջանքը, քչերն են գյուղի ճամփեքով գնում, քչերն են իրենցին տանը մնում։ Գյուղի հովերում էլ երկող չկա, կենաց ասողին էլ լսող չկա։ Խոսեց այս մասին քերի մուշեղը, գիտեր նա կյանքի ուղիղն ու շեղը։ Խոսեց այս մասին, խմեց տխրագին, գնաց ջրելու իր կանաչ այգին։ Գյուղը լեռնային պարիսպներ ուներ, այգիներ կանաչ ու լքվող տներ։ Ժորժ ջան, շատ ցավոտ կողմ ես, չէ՞, բոլորիս հարազատ, բայց դեռ լուծում չգտնվող, որ գյուղի լքումը շատ
մեծ ցավ։ Դրա լուծումը ո՞նց է տեսնում, իսկ ինչ անի գյուղը, որ մնան, ինչն է։ Թե խնդիրը միշտ լավ ապրելու հետևից լավ կյանքի, բայց գյուղում ով մնան է, էլի, այդ հարցի պատասխանը ինքդ ո՞նց ես տեսնում։ Ժորժ։ Չգիտեմ, ուսումա քաղաքը պետք է այնպես անի, որ գյուղը ապրի, որովհետև գյուղը այնպես անում է, որ քաղաքը ապրի։ Իսկ հակառակ վեկտորը այդքան էլ Այդքան էլ լավ չի չի։ Շնորհակալություն ես բանաստեղծության համար։ ոսում։ Վարժ ջան, քեզ լսենք։ Ես սեր կբերեմ։ Քո արտնացումի շշու կդառնամ